Հայ-հնդկական ռազմական գործակցությունը ոսկոր Բաքվի կոկորդում, ինչու է Ալիևն անհանգիստ, երբ ռեկորդային 5 միլիարդ դոլարի է հասցրել ռազմական բյուջեն։ Զարկ ռազմարտությունաբերական համալիրի զարգացմանը Հայաստանում զենքը ոչ միայն կարտադրենք, այլ նաև կփորձարկենք։ Ֆիասկո Ստամբուլում արդյոք ձախողվել են ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունները, Պուտինը չի մեկնել Թուրքիա, Զելենսկին նրա օգնականի հետ բանակցել չի պատրաստվում։ Վարորդական իրավունքը թվային, ձախողած քննությունն էլ հաջորդ օրը հանձնելու շանս 45,000 դրամով կառավարության նոր կարգը։ Վտանգը գրպանում, անչափահասների շրջանում ծալովի դանակների նոր թրենդն ու դանակահարությունների դեպքերի աճը։ Ուղիղ սպառնալիք բիզնեսին, առողջապահության նախարարության հակամրցակցային նախագիծը դեղերի ներմուծման մասին։ 7 տարեկանից դպրոց գնացողները կնստեն երկրորդ դասարանում, բացառություն են առանձնահատուկ երեխաները։ Եվ տուգանք անգամ ազատազրկում վարժանքից խուսափելու համար։ Արմենիայի եթերում նորությունների գլխավոր ժամն է, բարի երեկո, ես Շահանե Մեժլումյանն եմ, ամենակարևորն ու դիտարժանը մեր եթերում։ Եվ այսպես հայ-հնդկական ռազմական գործակցությունը ոսկոր է դարձել Բաքվի կոկորդին, Հայաստանը հնդկական զենքի խոշորագույն ներկրողներից է, պաշտպանական զենքի նոր խմբաքանակ է սպասվում արդեն այս ամռանը, Բաքուն հիստերիկ ջղաձգումների մեջ է, զգուշացումներով մեսիջներ է ուղարկում Նյու Դելհի, Ալիևը մեղադրում է Երևանին զինվելու համար ու մոռանում, որ 5 միլիարդ դոլարի է հասցրել իր ռազմական բյուջեն և մինչև ատամները զինված է։ Պաշտոնական Բաքուն կոչ է անում Նյու Դելհիին ուշադիր լինել հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցում։ Զգուշավորության կոչով որոշել է ներկայանալ Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարարը, մեկնաբանելով Հնդկաստանի եւ Պակիստանի միջև վերջերս ծագած լարվածությունն ու Բաքվի անվերապահ աջակցությունը Իսլամաբադին։ Այդ հակամարտությունը մեկնաբանելիս ադրբեջանցի պաշտոնյան հայ-հնդկական համագործակցությունը մոռանալ չէր կարող։ Հնդկաստանը եւ այլ երրորդ պետություններ պետք է ուշադիր լինեն հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցում, որոնք այժմ փխրուն փուլում են։ Մենք ակնկալում ենք, որ բոլոր պետությունները, այդ թվում Հնդկաստանը, այնպիսի կոնկրետ քայլերի չեն դիմի, որոնք կարող են հարված հասցնել կարգավորման գործընթացին։ Երևանն ու Նյու Դելհին չեն էլ թաքցրել, որ 2020 թվականի պատերազմից հետո համագործակցում են պաշտպանական ոլորտում։ The Times of India պարբերականը վկայակոչելով իր աղբյուրներին ամիսներ առաջ գրել էր, որ Հայաստանը, Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան 2023-ից 24 ֆինանսական տարում դարձել են հնդկական պաշտպանական արտադրանքի խոշորագույն ներկրողները։ Հնդկական աղբյուրները վերջերս գրեցին, որ զենքի նոր խմբաքանակ Հնդկաստանից Հայաստանն այս ամառ է սպասվում։ Պաշտոնական Երևանն էլ ասում է, Հայաստանը իրացնելով իր իրավունքը պաշտպանական զենքեր է գնում։ Ալիևյան ռեժիմը վախենում է ուժերի բալանսի խախտումից։ Սա է մշտական գերլարման պատճառը։ Միջնորդներ կամ ուրիշ երկրներ չպիտի այդ փոխհարաբերությունների մեջ Հայաստանի եւ Ադրբեջանի ինչ-որ ձև լինեն։ Դա ինչի է ասպետք, որտեղ հասկանալի է, որ երբ որ ինչ-որ երրորդ ուժ չկա, ուժերի հարաբերությունը Ադրբեջանի օգտին է։ Ու այստեղ էլի մի քիչ է տրամաբանությունը էլի կա, այսինքն ուղղակի խոսքը գնում է ոչ թե արդեն բանակցային process-ի մասին, այլ ընդհանրապես փոխհարաբերությունների։ Ուժերի հարաբերակցության մասին մեկ փաստ միայն 2024-ի հոկտեմբերին Ադրբեջանի նախագահը խորհրդարանի հաստատման ուղարկեց պետբյուջեի նախագիծը, որը նախատեսում է 49 միլիարդ դոլար ռազմական ծախս։ Սա 1 միլիարդով ավելի է, քան ֆինանսների նախարարությունն ավելի վաղ հաշվարկել ու առաջարկել էր։ Այսինքն Ադրբեջանը իր ռազմական տարեկան ծախսը հասցրել է ռեկորդային 5 միլիարդ դոլարի։ Այդ 1 միլիարդը Ադրբեջանը նավթային հիմնադրամից կստանա։ Առհասարակ, որ աշխարհի տարբեր կողմերից Բաքուն մահաբեր զենքեր է գնում, նույնիսկ ավտորիտար երկրի պետական աղբյուրներն են աղաղակում։ Իմիջիայլոց իրանք առանձնապես չեն թաքցնում, այսինքն ինչ որ իրանք լրատվամիջոցներում արել է եղել, ես ինքս ասեմ, դա գործանիշներ գնելն է Պակիստանից, Թուրքիայից նոր անօթաչումներն են, մեծ օպերատիվ բնույթի, այսինքն այն դասի, որ էլ բարակտանա Թուրքիայից էլի բարձր ճշգրտության օթային խոսման միջոցներ։ Ռազմական բալանսի խախտումը կարող է փոխել բանակցության ընթացքը, դիվանագիտական մանևրումների ուղղությունը, եւ ուրեմն քաղաքագետը չի բացառում անգամ, որ Ադրբեջանը ինչ-որ փուլում ձգտել պահանջելու է փաստաթղթերով ամրագրել, դիտարկել Հայաստանի ռազմական շարժը։ Տիգրան Կուրգինյան, ժամը լրատվական։ Ադրբեջանական զինուժի թիրախում հայկական գյուղերն են վերջին շրջանում Խնածախի Մովսեսի ուղղությամբ կրակահերթեր են արձակում վնասելով բնակիչների տները, գույքը։ Միևնույն ժամանակ ադրբեջանական լրատվամիջոցները այդ երկրի պաշտպանության նախարարությունը կեղծ հաղորդագրություններ է տարածում, թե հայկական զինուժն է կրակում իրենց ուղղությամբ։ Լրատվամիջոցները փորձել են Հայաստանի պաշտպանության նախարարից մեկնաբանություն ստանալ վերջին օրերին հաճախակի կրկնվող այդ դեպքերից։ Սուրեն Պապիկյանը լրագրողներին կարճ պատասխան է տվել, հետևել պաշտոնական հաղորդագրություններին։
Ադրբեջանական հարաբերությունների մասին, այն մասին, որ կրակում են այս պահին սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։ Ինչպես եք պատկերացնում խաղաղությունը մասին լինում են պաշտոնական հաղորդագրություն։ Զարգ ռազմաարդյունաբերական համալիրի զարգացմանը ազգային ժողովը այսօր արտահերթի նիստում լսել է բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարին, որը օրակարգ է բերել ռազմաարդյունաբերական համալիրի մասին օրենքում լրացման օրինագիծը։ Պաշտպանության նախարարությունը կկարողանա զենք տրամադրել համալիրին ուսումնասիրելու, արտադրություն սկսելու և փորձարկում կատարելու նպատակով։ Զարգացնել ռազմաարդյունաբերական համալիրը, հնարավորություն տալ այդ ոլորտում գործունեություն ծավալողներին պետական ուշադրությամբ ավելի ընդլայնել իրենց գործունեությունը։ Եվ այս ամենը հաշվի առնելով գործադիր մարմինն առաջարկում է փոփոխություններ կատարել ռազմաարդյունաբերության մասին օրենքում, որի համաձայն կառավարությունը հնարավորություն կունենա իդեմս պաշտպանության նախարարության ռազմաարդյունաբերականի ներկայացուցիչներին տրամադրել զենք, զինտեխնիկա եւ այլ ռազմական նշանակության ապրանքներ դրանց հետազոտման, ուսումնասիրության եւ հետագայում նաեւ ռազմական արտադրություն կազմակերպելու համար։ Մայիս ամսին դեռևս մենք նախատեսել էինք տաղատեսակ զինատեսակներ, ռազմամթերք, լրամասեր փոխանցել 1 տասնյակից ավելի ռազմաարդյունաբերական ընկերությունների, որոնք մի քանի նպատակով են դրանք ստանալու համար մեզ դիմել, մասնավորապես նոր տեսակի նոր զինատեսակների արտադրության եւ դրանց պետական փորձարկման տանելու նպատակով հիմնանորոգման աշխատանքների, արդիականացման աշխատանքների եւ օգտահանման նպատակով։ Տեղական արտադրողները ընդլայնում են ռազմական տեխնոլոգիաների ոլորտը, արտադրելով նոր զինատեսակներ։ Դրանք հաճախակի փորձարկման անհրաժեշտություն են ունենում։ Օրենսդրական նոր փոփոխությունը հնարավորություն կտա այդ գործընթացը եւս իրականացնել։ Ռազմաարդյունաբերական համալիրը շատ հաճախ կարիք է ունենում զենքի զինամթերքի ստացման պաշտպանության նախարարությունից, որպեսզի համապատասխան գիտափորձակոնստրուկտորական կամ վերանորոգման, արդիականացման կամ զենքի ռազմամթերքի արտադրության աշխատանքներ իրականացնելիս։ Ռազմաարդյունաբերական համալիրներում գիտահետազոտական աշխատանքներ կատարելու համար ներգրաված են ինժեներներ նաև Սփյուռքի տարբեր համայնքներից։ Նրանք եւս ցանկություն ունեն ներդրումներ կատարել Հայաստանի Հանրապետության ռազմաարդյունաբերական ոլորտում։ Հարյուրավոր մարդիկ, բարձր որակավորում ունեցող մասնագետներ, ինչպես նաև այս ոլորտում նաև իբրև ներդրողներ հանդես եկող մեր հայրենակիցներ։ Ազգային ժողովի փոխնախագահն էլ առաջարկեց ռազմական նշանակության ապրանքների ներքին գնումների համար որոշակի քվոտաներ սահմանել, հաշվի առնելով պաշտպանական բնույթի ծախսերը։ Նաիրի Մունադյան, ժամը լրատվական։ Հայաստանի արտգործնախարարությունից արձագանքել են Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի հայտարարությանը, որտեղ նա ասել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ Աբրահամյան համաձայնագրերին։ Ամերիկյան կողմի հետ երկխոսության շրջանակում քննարկվում են տարբեր թեմաներ, ինչպես ձևավորված ռազմավարական գործընկերությունը, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող նախաձեռնությունները իհարկե կարող են նոր հնարավորություններ տալ, նշել է արտգործնախարարության մամուլի քարտուղարը։ Հիշեցնեմ, որ Աբրահամյան համաձայնագրերը 2020 թվականին են ստորագրվել ամերիկյան միջնորդությամբ Իսրայելի և մի շարք արաբական երկրների միջև նպատակ ունենալով կարգավորել հարաբերությունները։ Արցախում հայկական հետքը վերացնելու Բաքվի մշակութասպան քաղաքականությունը ամերիկյան հեղինակավոր կազմակերպության խոշորացույցի տակ է։ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը 500 հայկական ոչնչացված կոթողների փաստը արդեն արձանագրել է և լսումներ է սկսելու Ադրբեջանի հարցով։ Իրականում հայկական ոչնչացված հուշարձանների թիվը Արցախում անցնում է 700-ը։ Մեր պետական մարմինները այս մասին լուռ են, պատմաբաններն են փորձում հատիկ հավաքել փաստական նյութերը, դրանք պահպանելու, որ Արցախի հայկականությունը չմոռացվի։ ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը հաջորդ ամիս վիրտուալ լսումներ կանցկացնի Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ։ Կրոնական ազատության պայմանները ըստ ամերիկյան հանձնաժողովի Ադրբեջանում շարունակում են մտահոգիչ մնալ։ Ի դեպ, հենց նույն հեղինակավոր կազմակերպությունը վերջերս էր իր տարեկան զեկույցում անդրադարձել հայկական հուշարձանների ոչնչացմանը, արձանագրելով մոտ 500 հայկական պատմամշակութային ոչնչացված կոթող։ Այդպիսի հեղինակավոր կազմակերպություն անդրադառնում է Արցախի մշակութային ժառանգության եւ քննարկումները անցկացնում, սա միայն պետք է նայել խիստ դրական տեսանկյունից։ Բոլորը հասկանում են, բոլորը գիտեն, լավ է որ խոսում են, բայց գործնական քայլային կլինի, որ գոնե մի սովորական մշտադիտարկում անցկացվի Արցախի տարածքում միջազգային այդ նույն կազմակերպությունների կողմից։
Օկուպացված Արցախում կրոնական վայրերը շարունակում են սպառնալիքի տակ մնալ աշխարհի աչքից հեռու, Բաքուն ջնջում է հայկական հետքն ու մշակութային ժառանգությունը։ Հայկական ճարտարապետական կոթողներից, մատուռների ճակատներից հեռացնելով հայկական գրերը, փորձում են մոլորեցնել միջազգային հանրությանը։ Թշնամու այս ձեռագիրը տարիներ անց էլ անփոփոխ է։ Կապ չունի թե դա ինչ տեսքով է իրականացնում, քանդելով հայկական մշակութային ժառանգության նմուշները, հուշարձանները, թե ուղղակի դրանց վրայից հայատար արձանագրությունները ջնջելով եւ դրանք փորձելով ներկայացնել աղվանական եւ արհեստականորեն աղվանականը կապելով Ադրբեջանի հետ, միամտություն կլինի կարծել, թե Ադրբեջանի պարագայում որևէ դրական քայլ, որևէ շեղում դեպի դրականը Ադրբեջանը թույլ կտա։ Թեև Ադրբեջանը ամեն բան անում է Արցախի անունը մոռացության տալու համար, այդուհանդերձ նմանատիպ լսումները որոշակի առաջընթացի ազդակ են։ Ամենակարևորը այստեղ որ Արցախի մասին խոսում են։ Միայն ասենք այդ տեսակետից, այո, խիստ գովելի է եւ ցանկալի է որպեսզի այսօր այդ հարցը մոռացության չդրվի։ Բազմաթիվ գիտական հրատարակություններ կան հրատարակված զգալի քանակությամբ մենք արձանագրված, փաստագրված նյութ ձեռքի տակ արդեն իսկ ունենք եւ ձեռքի տակ եղած նյութի հիման վրա կարելի է հատ առ հատ ցույց տալ թե ինչն է այլակերպվել, ինչն է ուղղակիորեն ջնջվել, քանդվել, տեղահանվել։ Հիշեցնենք, որ այս կազմակերպությունը իր տարեկան զեկույցում կոչ էր արել ԱՄՆ-ի կառավարությանը պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի կառավարական կառույցների դեմ, անկախ միջազգային դիտորդական առաքելություն ապահովել մշակութային եւ կրոնական ժառանգության վայրերը հետազոտելու եւ փաստաթղթավորելու համար։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Այժմ այն մասին, թե ինչ ենք դիտելու թողարկման երկրորդ հատվածում, ամենահետաքրքիրը դեռ առջևում է։ Ֆիասկո Ստամբուլում արդյոք ձախողվել են ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունները։ Պուտինը չի մեկնել Թուրքիա, Զելենսկին նրա օգնականի հետ բանակցել չի պատրաստվում։ Վարորդական իրավունքը թվային ձախողած քննությունն էլ հաջորդ օրը հանձնելու շանս 45,000 դրամով կառավարության նոր կարգը։ Վտանգը գրպանում անչափահասների շրջանում ծալովի դանակների նոր թրենդն ու դանակահարությունների դեպքերի աճը։ Ժամը շարունակում է աշխատանքը Արմենիայի ուղիղ եթերում։ Միացյալ Նահանգների նախագահի քառօրյա այցը Մերձավոր Արևելք շարունակվում է մնալ աշխարհի ուշադրության կենտրոնում ոչ միայն տնտեսական պայմանավորվածությունների, այլև քաղաքական հայտարարությունների առումով։ Սաուդյան Արաբիայում ելույթի ժամանակ Թրամփը Իրանը համարել է Մերձավոր Արևելքի ամենաապակառուցողական ուժը։ Իրանի արտգործնախարար Արաղչին անդրադառնալով Թրամփի այս դիտարկմանը հայտարարել է, որ նա տեղերով փոխում է իրական սպառնալիքները, անտեսելով Իսրայելի սպառնալիքներն ու հանցագործությունները, Իրանն է ներկայացնում որպես սպառնալիք։ Հստակ է, որ նման քայլը մոլորեցնելու նպատակ ունի, հայտարարել է Արաղչին։ Բունդեսթագում ելույթի ժամանակ Գերմանիայի նորանշանակ կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ խաղաղության ամրապնդման լավագույն ռազմավարությունը բանակի հզորացումն է, որ դրա համար ռազմարդյունաբերությանը հատկացվող ծախսերը պետք է մեծացնել։ Մերցը հայտարարել է, որ Գերմանիան պետք է դառնա Եվրոպայի ամենաուժեղ բանակը առանց միջուկային զենքի։ Խոսելով Ուկրաինայում ընթացող պատերազմի մասին, Մերցը նշել է, Գերմանիան պատերազմի կողմ չէ եւ չի ցանկանում դառնալ։ Գերմանիան Ուկրաինայի կողքին է առանց որևէ եթեի կամ բայցի։ Միջազգային լրատվամիջոցների սևեռակետում Ստամբուլն է, որտեղ այսօր ուղիղ բանակցություններ պետք է մեկնարկեին Մոսկվայի եւ Կիևի միջև։ Պուտինը Թուրքիա չի մեկնել, ուղարկել է իր օգնականին։ Թուրքիա ժամանած Ուկրաինայի նախագահը, որ միջև վերջ պնդում էր Պուտինի հետ տետատետ հանդիպում, այդպես էլ չհասավ իր ուզածին։ Ամբողջ օրը սպասելուց հետո նա ի վերջո հայտարարեց, որ ուկրաինացի պաշտոնյաների կուղարկի ռուս պատվիրակների հետ հանդիպելու։ Կրեմլից 4 պաշտոնյա Ռուսաստանի նախագահի օգնական Մեդինսկին, փոխարտգործնախարար Գալուզինը, գլխավոր շտաբի տնօրինության պետ Կոստյուկովը, պաշտպանության փոխնախարար Ֆոմինը հասել են Թուրքիա ժամը 11-ին նախատեսված ռուս-ուկրաինական ուղիղ բանակցություններին մասնակցելու։ Ուկրաինական պատվիրակությունը սակայն չկա, չի ժամանում ամբողջ օրը։ Ես այստեղ եմ, ասում է Զելենսկին ու ամեն դեպքում պնդում անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ակնկալիք ունի։ Ուկրաինական կողմից Թուրքիան նա է ժամանել։ Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, թե կբանակցի միայն Վլադիմիր Պուտինի հետ, քանի որ միայն նա կարող է որոշում կայացնել հրադադար հաստատելու շուրջ։ Կրեմլից սակայն դեռ օրվա առաջին կեսին էին ասել, Ռուսաստանի նախագահը Թուրքիա ռուս-ուկրաինական բանակցություններին մեկնելու պլաններ չունի։ Օրվա վերջին արդեն հայտնի դարձավ, ամեն դեպքում Զելենսկին բանակցություններին պատվիրակություն կուղարկի։
քննարկի, ցույց տալու ԱՄՆ նախագահին, որ Ուկրաինան ձգտում է վերջ դնել հակամարտությանը։ Այն, որ Պուտինը միևնույնն է չի գալու եւ որ Զելենսկին դա գիտեր, նաեւ 3 գրում էր միջազգային մամուլը։ Washington Post-ը գրեց, որ Զելենսկին ցանկացել է ընդհանրապես որևէ պատվիրակություն չուղարկել, նստալնելով դուզին չի դիամունելու Ստամբուլ, բայց ամերիկյան եվրոպական պաշտոնյաների ճնշման ներքո նա փոխել է իր որոշումը եւ ամբողջ այսպես բարձր մակարդակով ներկայացել բանակցությունների վայր։ Ամեն դեպքում կարծում եմ Ուկրաինան էլ համարժեք բանակցողների կուղարկի։ Եվ մինչև աշխարհը սպասում էր ռուս-ուկրաինական կողմերի հանդիպմանը, Զելենսկին Թուրքիայի նախագահի հետ է հանդիպել։ Երկու երկրների նախագահները 3 ժամ քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի վերջին զարգացումների բոլոր ասպեկտները։ Նախատեսված երկկողմ բանակցությունն էլ հենց Էրդողանի աշխատասենյակում պիտի տեղի ունենա։ Խաղաղության համար էին լինելու այս բանակցությունները, բայց բանակցելու այս տխրահռչակ փորձերը, ասում են, խաղաղության հոտ չի գալիս։ Ակնհայտ է, որ Ռուսաստանը ֆուտբոլային լեզվով ասած երկրորդ կազմ է ուղարկել բանակցությունների, բուտաֆորիկ կազմ, ուկրաինական կողմից բանակցություններին մասնակցելու համար Թուրքիայի ժամանել երկրի նախագահը, արտգործնախարարը, պաշտպանության նախարարը, իսկ ռուսական կողմը նույնիսկ արտգործնախարին չուղարկել, փոխ արտգործնախարի մակարդակով։ Սա ցույց է տալիս, որ Ռուսաստանը կամ նոր չի ընդունում այս բանակցությունները, կամ որևէ ռեալ նպատակ չունի, որ հրադադար հաստատվի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ ձգտում է թեմայի կենտրոնում մնալ, հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցություններին, եթե դա նպատակահարմար լինի։ Այսօր չէ, բայց եթե ինչ-որ բան պատահի, ուրբաթ օրը Թուրքիա կգնա Թրամփը։ Իսկ ինչ կպատահի այս ժամերին ու առաջիկա օրերին Թուրքիայում, մեծ խաղ է, անկախատեսելի դիվանագիտություն կամ գուցե նախապես գծագրված, պլանավորված ֆիասկո։ Տիգրան Ուիկուրղինյան, ժամը լրատվական։ Վերադառնանք Հայաստան, վարորդականի քննությունից կտրվածների համար նոր հնարավորություն հավելյալ 45,000-ի դիմաց հենց հաջորդ օրը կարող եք կրկին քննություն հանձնել։ Երրորդ օրը հանձնելու դեպքում 30,000 կվճարեք։ Եթե սրան պատրաստ չեք, նախկինի պես 7 օր հետո կարող եք բախտը փորձել։ Վարորդական իրավունքն էլ թվային տեսքով կստանաք, էլ ստիպված չեք լինի պլաստիկ քարտը գրպանում պահել։ Կառավարության նիստում մեքենային հաշվառման համարանիշը փոստով ստանալու կարգն են սահմանել եւ խոստացել վերջին կարկուտից տուժած բնակավայրերին փոխհատուցել։ Արմավիրի Արարատի մարզերում կարկուտի վնասները կգույքագրվեն։ Մարզպետարաններն ու գյուղական համայնքներն աշխատում են այդ ուղղությամբ։ Կհասկանանք ինչպես կարող ենք ուրեմն փորձենք, որպեսզի աջակցենք մեր քաղաքացիներին, որպեսզի մեր գյուղատնտեսության կայուն զարգացման տեմպը չվնասի։ Հակակարկտային կայանները կրակել են, բայց այնպես չէ, որ դրանց արդյունավետությունը 100%-ի է հասնում։ Շատ ուժեղ անձրևային հոսք է սկզբում եղել, որի արդյունքում խնդրեմ է առաջացել սարքի հետ, եւ սարքը ըստ էության չի աշխատել, 1 թե 2 գյուղում եղել է այդպիսի բան։ Տրանսպորտային միջոցների առողջարքը թվային հարթակում իրականացնելու դեպքում քաղաքացիները հնարավորություն կունենան մեքենայի հաշվառման համարանիշը ստանալ նաև փոստային առաքմամբ, եթե առաջին անգամ է գրանցումը տեղի ունենում։ Սա եւս հավելյալ ծառայություն է մեր քաղաքացիների համար, եթե քաղաքացիները ցանկություն չունեն այս ծառայությունից օգտվելու, ստանդարտ ձևաչափով ֆիզիկական այցելությունը հաշվառման քննական ստորաբաժանումներ բնականաբար պահպանվում է։ Եթե անձը տեսական գործնական քննություններից ստանում է բացասական գնահատական, ապա նա միայն 1 շաբաթ հետո ունի վերահանձնման հնարավորություն։ Ներքին գործերի նախարարությունը ստացել է դիմումներ եւ քաղաքացիները առաջարկել են որոշակի գումարի դիմաց վերահանձնել քննությունը, անգամ հաջորդ օրը։ Նախարարությունն առաջարկում է, եթե անձը հաջորդ օրն է ուզում վերահանձնել քննությունը, ապա հավելյալ 45,000 դրամ գանձվի, եթե երրորդ օրը, ապա 30,000 դրամ։ Սա հավելյալ հնարավորություն է մեր քաղաքացիների համար, այսինքն ստանդարտ սպասելաժամանակը, որը 7 օր անց վերահանձնում է, սա պահպանում ենք։ Եթե անձը ցանկություն ունի եւ ունի հնարավորություն հավելյալ վճարի դիմաց ստանալու հավելյալ ծառայություն, ապա այս դեպքում թողնում ենք այս իրավական հնարավորությունը։ Հայաստանում վարորդը բացի պլաստիկ տարբերակից կարող է ունենալ նաև թվային վկայական։ Պլաստիկ քարտ չունենալը տուգանքի չի տանի։ Օրենսդրական այս կանոններն ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 1-ից։ Ես կարող եմ իմ վարորդական իրավունքի վկայականը կոնվերտացնել թվայինի։
եւ չպահել ինձ մոտ վարորդական իրավունքի վկայական մեքենա վարելիս։ Միանշանակ, պարոն Գրիգորյան, այս պահին դուք ունեք գործող վարորդական վկայական, կարող եք դիմել ստանալ նաև թվային վարորդական վկայականը եւ Հայաստանի Հանրապետության տարածքում երթևեկության շրջանակներում թվային վարորդական վկայականի գոյությունը այլևս բավարար կլինի երթևեկության մեջ իրավաչափ մտնելու համար։ Հայաստանում կսահմանվի պատասխանատվություն վարժական հավաքներից խուսափելու համար։ Տուգանք է սահմանված աշխատավարձի առավելագույնը 20-պատիկի չափ կամ ազատազրկում 2 ամսից մինչև 3 տարի ժամկետով։ Եթե վարժական հավաքներից խուսափեն իրենց մարմնական վնասվածք պատճառելու կամ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով, փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով կպատժվեն 2-ից 5 տարի ազատազրկմամբ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Հանցանքի համար պատիժ կրող 18 դատապարտյալ խնդրագիր է ուղարկել Հանրապետության նախագահին, որպեսզի ժամկետից շուտ ազատ արձակվի։ Նրանցից ոչ մեկին նախագահը ներում չի շնորհել։ Բողոքարկել չեն կարող, պիտի եւս 1 տարի ճաղերի հետևում անցկացնեն, հաջորդ տարի կրկին փորձեն։ Իրավապաշտպանները անհանգստացած են այս մարդկանց ճակատագրով, նրանք ովքեր կյանքի 20-25 տարին պատիժ են կրել, պետք է ներվելու իրավունք ունենան, եթե անգամ տուժողը երբեք նրանց չների։ 18 դատապարտյալների խնդրագրերը վաղաժամ ազատ արձակվելու մերժել է Հանրապետության նախագահը, ինչու պարզ չէ։ Արդարադատության նախարարությունը նախագահի որոշումների քաղվածքներն է միայն հրապարակել, ոչ մի խոսք իրավական եւ փաստական հիմնավորումների մասին։ Պատճառաբանությունը կարևորագույն հանգամանքներից մեկն է բոլոր տեսակի օրենսդրություններում, որոնք նախատեսում են որոշման հետ կապված հիմքեր, այսինքն անձին հայտնի պիտի լինի գոնե թե այն հիմնավորումն ու պատճառը, թե ինչու իրեն որոշակի իրավունքներից եւ արտոնություններից զրկում են եւ հաջորդ этаպը բնականաբար բողոքարկման ընթացակարգերին պիտի վերաբերվի, իսկ մենք այս գործընթացում չունենք բողոքարկման ընթացակարգ եւ հնարավորություն։ Չկար է 18 դատապարտյալից գոնե մեկը, որին քրեակատարողական հիմնարկությունը նորմալ բնութագիր է տվել եւ շատ հաճախ տալիս են, կամ պրոբացիոն ծառայությունը, որ այդ 18-ը ոնց կարող են իրենք դիմել այդ հանձնաժողովին, եթե իրենք չունեին այդ հիմքերը։ 5 տարի առաջ խորհրդարանը ներման օրենքում փոփոխություններ արեց, սահմանելով, որ օրինակ, եթե ներման խնդրագիր է ներկայացնում առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվածը, ապա տուժողին կամ նրա իրավահաջորդին ծանուցում են այդ մասին կարծիքը հարցնում։ Իրավապաշտպաններն անհանգիստ են, գուցե տուժողները երբեք էլ չներեն, բայց սա պիտի չխոչընդոտի դատապարտյալի իրավունքի իրացմանը։ Երբ օրենսդրությունը արդեն չափանիշներ է նախատեսում, որոնցով որ յուրաքանչյուր հանգամանքում խոչընդոտ է նախատեսում դատապարտելի այդ իրավունքի իրացման համար կամ վնասի հարթված լինելու տեսանկյունից կամ տուժողի ներման արժանանալու եւ տուժողի կարծիքը լսելու տեսանկյունից, սրանք արդեն խոչընդոտող հանգամանքներ են եւ իրական ու ռեալ հնարավորություններ չեն դատապարտյալի վերասոցիալականացվելու եւ ազատություն վերադառնալու տեսանկյունից։ Ցմա դատապարտյալների պարագայում, եթե մարդիկ 20-25 տարի գտնվում են քրեակատարողական հիմնարկում, դա այլևս համարեք, որ պատիժը մարդիկ կրել են։ Համարեք, որ դա այլևս պատասխանատվությունը պետության վրա է, չի կարելի դա թողել տուժողի վրա։ 18 դատապարտյալները ներման նոր խնդրագիր նախագահին կկարողանան ներկայացնել միայն 1 տարի անց, եթե իհարկե նոր բացառիկ հանգամանքներ չլինեն։ Իրավապաշտպանները նկատում են, հիմա այս մարդիկ չգիտեն, որտեղ են սխալվել, ինչը փորձեն ուղղել, 1 տարի սպասեն, դիմեն, էլի նույն պատասխանը ստանան ու այսպես մինչև երբ։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Սարը զենք դպրոցական պայուսակում ամեն երկրորդ դեռահաս տղայի գրպանում ծալովի դանակ կգտնվի։ Մոդայիկ թրենդին են տուրք տալիս ձեռք բերում վտանգավոր խաղալիքը հպարտանալու ուժեղ եւ հեղինակավոր զգալու մորմոքով, մոռանալով, որ այն կարող է վերածվել սպանության գործիքի։ Անչափահասներին սարը զենք չվաճառելու օրենքը կա, բայց փաստացի չի կիրառվում։ Զարտողի ճանապարհներ միշտ էլ գտնվում են ցանկալի խաղալիքը ունենալու համար։ Անչափահասների շրջանում դանակահարությունների դեպքերն էլ օր-օրի աճում են։ Վտանգը հենց գրպանում։ Անչափահասները սառը զենքի անհրաժեշտություն ունեն, թե թրենդի թելադրանքն է։ Թեպետ Հայաստանի օրենսդրությունն արգելում է սառը զենք համարվող դանակների վաճառքն անչափահասներին, իրականում սակայն այն հաճախ թղթի վրա էլ մնում է։ Ծալովի դանակներ ամենատարբեր չափերի ու կառուցվածքի այսօր կարելի է գնել թե շուկաներում, թե ինտերնետում առանց տարիքային վերահսկման։ Իմ երեխան դպրոց է գնում, դասարանցիների 70-ից 80%-ի մոտ դանակ կա։ Ու չես հասկանում երեխաներին ինչին է պետք։ Չեմ զարմանում, որ ընկնի ազդեցության
պաշտպանության տակ ու վաղը իմ երեխայի ձեռքին տեսնեմ։ Դպրոցականներից ոմանք ասում են ինքնապաշտպանության համար է, մյուսները գրավչություն են համարում կամ ուժի զգացողություն ունենում։ Մասնագետներն էլ ահազանգում են այս կտրող գործիքը, որ երբեմն որպես խաղալիք են գործածում, կարող է կյանք արժենալ։ Դեռահասության տարիքում կա նույնականացման մեխանիզմ, որը գործում է հենց այդ միտումով, որ սուր կտրող, ցակող եւ իրենից ուժ ներկայացնող գործիքի շուրջ երեխաները հավաքվեն։ Նույնիսկ եթե ինչ-որ մեկի մոտ կա ով իրեն ավելի հեղինակավոր է զգում, Իսկ վնասը միայն ֆիզիկական չէ։ Նման առարկաներ կրելը ձևավորում է կեղծ ուժի պատկեր եւ դա հաճախ բերում է ճակատագրական սխալների, կոնֆլիկտների, հանցագործությունների կամ նույնիսկ կյանք խլող միջադեպերի, ասում է մասնագետը։ Օրենսդրությունից զատ պատասխանատվությունը սկսվում է հենց ընտանիքից։ Նախադպրոցական եւ կրտսեր դպրոցական տարիքում սուր կտրող զենքի նման խաղալիքներ կրելը արդեն իսկ ագրեսիայի համար պատճառ հետևանքային կապ են, որը որ բնականաբար երեխայի մոտ արտնասվում է վնասելու միտումը։ Անչափահասների ներգրավմամբ եւ նրանց կողմից սառը զենքով հանցագործությունների կատարման մտահոգիչ վիճակագրություն են նկատել նաեւ ներքին գործերի նախարարությունում։ ԿԳՄՍ-ի հետ պարբերական ստուգայցեր են իրականացնում դպրոցներ։ Նոր օրենսդրական փաթեթում էլ նպատակ ունեն սահմանելու արգելված իրերի եւ առարկաների հստակ ցանկը, որով կկարողանան հետագայում առաջնորդվել զննության ստուգումների ժամանակ։ Խոսքը վերաբերում է անչափահասներին փականներով տարբեր փոքր դանակների վաճառքի արգելքի կարգավորմանը եւ հուսով եմ, որ նմանատիպ արգելքի նախատեսման պայմաններում մենք կգնանք նաև ավելի շատ կանխարգելման վրա շեշտը դնելու ուղղությամբ եւ կկարողանանք այս տեսանկյունից եւս որոշակի արդյունքներ ունենալ, բայց շատ կարեւոր է այստեղ ոչ միայն դպրոցների աշխատանքը, ծնողները եւս պետք է ներգրավվեն եւ ուշադրություն դարձնեն ինչ է երեխան կրում գրպանում։ Հոգեբանը հիշեցնում է պատից կախված հրացանը մի օր կկրակի։ Սիլվի Մուրադյան, ժամը լրատվական։ Կրկին դադար մեր եթերում կվերադառնանք քիչ անց։ Ուղիղ սպառնալիք բիզնեսին առողջապահության նախարարության հակամրցակցային նախագիծը դեղերի ներմուծման մասին։ 7 տարեկանից դպրոց գնացողները կնստեն երկրորդ դասարանում, բացառություն են առանձնահատուկ երեխաները։ Եվ տուգանք անգամ ազատազրկում վարժանքից խուսափելու համար։ Մենք վերադարձանք, շարունակում ենք աշխատանքը։ Ուղիղ սպառնալիք պետական գնումների օրենքին առողջապահության նախարարությունն ուզում է դեղերն ու բժշկական արտադրատեսակները ինքը ներմուծի եւ իրացնի։ Այս մասին նախագիծ են մշակել եւ դրել հանրային քննարկման։ Պատճառաբանում են, թե իրենց պահանջները երբեմն մատակարարները չեն գոհացնում։ Այնինչ փորձագետները փաստում են, նախարարությունը այսպիսով մտնում է մասնավորի դաշտ հարվածում բիզնես ոլորտին, ոտնահարում մրցակցային պայմանները, ի վերջո մոնոպոլացնում համակարգը։ Բուժօգնության համար անհրաժեշտ դեղերի ձեռքբերման գործը բարդ ու դժվար վերահսկելի է առողջապահության նախարարության համար։ Օրենքով, այդ թվում բուժարտադրատեսակների ձեռքբերումն իրականացվում է պետական գնումով, մասնավոր ընկերությունների ներգրավման միջոցով։ Երկարատև է նախարարությունն առաջարկում է իրեն էլ թույլ տալ դեղեր ու բուժարտադրատեսակներ գնել, ներմուծել ու իրացնել։ Գործնականում հաճախ անհրաժեշտություն է լինում անհապաղ ձեռք բերել եւ Հայաստան ներմուծել պետության կարիքների համար անհրաժեշտ դեղեր եւ բժշկական արտադրատեսակներ, ինչի համար Հայաստանի առողջապահության նախարարությունը ստիպված է լինում բանակցային գործընթաց վարել մասնավոր ընկերությունների հետ, որոնք ոչ միշտ են կարողանում ապահովել նախարարության պահանջները։ Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի Հայաստանի Հանրապետությունում պետության կարիքների համար բժշկության օգնության եւ սպասարկում իրականացնելու նպատակով անհրաժեշտ դեղերի եւ բժշկական արտադրատեսակների, այդ թվում չգրանցված ձեռքբերման, ներմուծման, բաշխման եւ իրացման գործընթացի առավել արագ ապահով անվտանգ ընթացքը։ Այն, որ մեր երկիր դեղերի մատակարարումը հիմա պրոբլեմատիկ է, վստահ է առողջապահական փորձագետը։ Պատվաստանյութերի դառը փորձն է հիշում, բայց համոզված չէ, թե նախ առողջապահության նախարարությունը կարողանալու է անել այն, ինչ ուզում է, եւ հետո նշում է այնպես չէ, թե այս ծրագիրը խնդիր է լուծելու։ Դուրս է գալի, որ կառավարությունը իդեպ առողջապահության նախարարության մտնում է մասնավոր սեկտոր ու դուրս է գալի մասնավոր սեկտորի մեծ մասը, բավականին մեծ մասը կփակվեն։ Ինքը մոնոպոլ դիրքով իր կարիքների համար դեղա գնելու։ Փորձագետի աչքն առնում է նաև չգրանցված դեղերի դրույթը, եթե նախարարությանը կարելի է, մյուսներին ինչու չի կարելի։ Այնուամենայնիվ, երկուսն է բուժման համար, չէ՞։ Այսինքն թե դու գնում ես պետական հաստատությունում ես բուժվում, թե մասնավորում որտեղ վճարում ես, էլի բուժման համար է, այդտեղ երկակի ստանդարտներ է գործը։ Նախագիծն ի դեպ իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում իդրավթում դեռևս միայն մեկ արձագանք է ստացել, 0 մեկնաբանություն։ Հանրային քննարկումը կտևի մինչև մայիսի վերջ։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։
Հայտնի է առաջին դասարանցիների առցանց համակարգում հերթագրման ամիս ամսաթիվը, առաջին փուլով կհերթագրվեն առաջնահերթություն ունեցողները։ Այս տարվա նորամուծությունից 7 տարեկանում դպրոց գնացողները միանգամից երկրորդ դասարան կնստեն իրենց տարիքակիցների հետ։ Այս դրույթը չի վերաբերում առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին։ Կգնահատեն, կհաստանան երեխան զարգացման խնդիր ունի, թե ոչ, ու կորոշեն, թե որ դասարան նստի առաջին անգամ դպրոց գնացող 7-ամյա փոքրիկը։ Առաջին դասարանցիների ընդունելության համար հայտագրման հարթակ կբացվի։ Հունիսի 9-ից 22-ը հայտագրումը կբացվի առաջնահերթություն ունեցող երեխաների համար։ Այս փուլում կարող են գրանցվել այն երեխաները, որոնց քույրերը, եղբայրները սովորում են տվյալ դպրոցում կամ որոնց ծնողները նույն դպրոցում ուսուցիչ են աշխատում։ Երեխաներին կարող են նաև հայտագրել պետական այն աշխատողները, որոնք գործուղվել են տվյալ բնակավայր առնվազն 6 ամիս ժամկետով։ Հունիսի 24-ից կմեկնարկի հաջորդ փուլը մնացած բոլորի համար։ Ծնողները կկարողանան երեխաներին գրանցել իրենց նախընտրած դպրոցներում։ Իդեպ այս ուսումնական տարվանից, եթե երեխան 6 տարեկանից ավելի ուշ գնա դպրոց, կրթությունը կստանա իր տարիքին համապատասխան դասարանում։ Բացառություն կկազմեն միայն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող այն երեխաները, որոնք ունեն մտավոր զարգացման խնդիրներ։ Ծանր եւ խորը արտահայտված խնդիրներ ունեցող երեխաները, որոնք 7 տարեկանում եթե դպրոց չեն գնացել, իրենք կանցնեն տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններում գնահատում եւ գնահատման համապատասխան եզրակացության արկայության դեպքում արդեն դպրոցը հնարավորություն կունենա երեխային գրանցել առաջին դասարանում։ Հարցին թե ինչու են ծնողները հրաժարվում երեխաներին 6 տարեկանից ուղարկել դպրոց, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարարը նկատեց։ Որոշ դեպքերում ծնողները նպատակահարմար չեն գտնում երեխային ժամանակին տանել դպրոց, երբեմն լուրջ չեն վերաբերվում տարիքային այդ շեմին։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր տարի դպրոց հաճախող երեխաների մոտ 10%-ը դպրոց չի գնում եւ այդ երեխաները լրացնում են կրթությունից դուրս մնացած երեխաների ցանկը։ Պատճառները տարբեր են։ Պատճառներից մեկը կարող է լինել զարգացման խանգարումները, որի մասին ես խոսեցի, բայց որը օբյեկտիվ պատճառ է։ Հարցին արդյոք չկա մտավախություն, որ միանգամից երկրորդ դասարան գնացող երեխաները դժվարություններ կունենան եւ հետ կմնան կրթական process-ից, փոխնախարարը հաստատում է նման ռիսկեր կան, ուստի դպրոցները ստացել են հանձնարարականներ լրացուցիչ աշխատանքների համար։ Առաջիկայում մենք արդեն խորհրդակցություններ կունենանք բնականաբար նաեւ դպրոցների հետ եւ մենք անցյալ տարվանից արդեն դպրոցներին զգուշացրել էինք, ինչպես նաեւ ծնողներին, որպեսզի անցյալ տարի բոլոր այն երեխաները, որոնք 6 տարեկան էին գնային դպրոց, ոչ թե ուշացնեին դպրոց ընդունելը եւ դպրոցները լրացուցիչ աշխատանքներ կիրականացնեն, որպեսզի երեխաների հետ կրկնակի փորձեն հնարավորինս արագ աշխատել եւ իրենց բերել հասցնել երկրորդ դասարանի ծրագրին։ Փոխնախարարը նկատեց, ամեն տարի 30,000-ից ավելի առաջին դասարանցի է լինում։ Այս տարի եւս սպասելիքը նույնն է։ Եվ վերջում մի լուրջ խնդրի մասին։ Յուրաքանչյուր տարի մոտ 3000 երեխա առաջին դասարան չի գնում։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը որոշել է հրաժարական ներկայացնել նա այսօր սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ կյանքի այս փուլն ավարտելու եւ նորը սկսելու ժամանակն է։ Եվ կառավարությունը երկարաձգել է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը։ Օրվա մյուս ուշագրավ իրադարձությունները մեկ տեսաշարով։ Կուսակցական անձինք կամ պետական բարձր պաշտոններ զբաղեցնողները չեն կարողանա ներգրավվել խոշորացված բուհերի կառավարման մարմիններում եւ ղեկավար պաշտոններում։ ԿԳՄՍ-ից հայտնում են, որ նախագիծը զուգակցվելու է էթիկայի ստանդարտների սահմանմամբ, ինչը կարգելի բուհերում կուսակցական գործունեությունը կամ քարոզը։ Ըստ նախագծի կուսակցական դառնալը հիմք կդառնա բուհերում պաշտոններից ազատելու համար։ Սյունիքում կառուցվող խոտ-խորոտան ճանապարհի վերակառուցման աշխատանքներն այս տարի կավարտվեն։ Այս հատվածի վերակառուցման անհրաժեշտություն առաջացավ, երբ Ադրբեջանին հանձնվեց Գորիս-Կապան մայրուղու մի մասը, հայտնում են տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից։ 2024 թվականի սեպտեմբերին էլ հայտնել էին, որ սկսվել է Տաթևի հեկի օրինական կարգավորող ջրավազանի վերանորոգումը, որից փախչող ջուրը խոչընդոտում է Սյունիքի սահմանամերձ Որոտան գյուղ տանող ճանապարհի կառուցումը։ Դիլիջանի թունելի հիմնանորոգման նախագծի փոխարեն կմշակեն նոր թունելի նախագիծ։ Հայաստանի եւ ԱԶԲ-ի միջև ձեռք բերված համաձայնությամբ Դիլիջանի եւ Պուշկինի ավտոճանապարհային թունելների հիմնանորոգման եւ արդիականացման նախագծային աշխատանքներն ավարտվել են։ Առաջացել է վարկային համաձայնագրում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն, ինչը պայմանավորված է 2024 թվականի մայիսի 26-ին Դեպետ գետի վարարման հետևանքով տեղի ունեցած ցեղեղման արդյունքում վնասված M6 մայրուղու բարելավման աշխատանքների նախագիծը պատրաստելու, նաեւ Ձորաբետի եւ Դեպետի ջրաբանական հետազոտություններ իրականացնելու անհրաժեշտությամբ։
Հակաշարք ստանալու եւ տալու մեղադրանքներով քննվող վարույթի շրջանակում 11 անձի են ձերբակալել։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ ձերբակալվածների մեջ Շենգավիթի թաղապետարանի պաշտոնյաներ կան։ Քաղաքապետարանից եւս հաստատել են լուրը, սակայն նշել, որ նրանցից միայն մեկն է ներկայիս աշխատակից։ Այն էլ դեռևս ապրիլին ազատվել է աշխատանքից եւ այս պահին ձերբակալվածների մեջ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակից չկա։ Շենգավիթի թաղապետարանում ձերբակալություններ էին եղել նաեւ ապրիլի 19-ին։ Մարմարիկում կորած երկամյա Տիգրանին գտնելու համար նույնիսկ տիեզերքից արված լուսանկարներն են ուսումնասիրել։ Որոնողական աշխատանքները ըստ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի շարունակում են միջազգային գործընկերների հետ հուսալով, որ դեռ կգտնեն երեխայի կորչելու օրվա մայիսի 4-ի լուսանկարներ։ Հիշեցնենք, որ երեխան Մարմարիկ գետի ափին է կորել ծնողների վարկածով, հնարավոր է անզգուշաբար գետն ընկած լինի։ Այդ օրվանից գետի երկայնքով քաղաքացիները, հրշեջ փրկարարներն ու պարեկները որոնողական աշխատանքներ են կատարում։ Սիլվի Մուրադյան, ժամը լրատվական։ Եվ վերջում եղանակի մասին օդերևութաբանները այս գիշեր անձրև, վաղը ցերեկը առանց տեղումների եղանակ են կանխատեսում։ Ի դեպ, եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը իր հուսալի, անվտանգ եւ գերխնայող գազի կացաներով, որոնք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութների ցանցում։ Ֆերոսի եղանակ ստեղծող կացաներ։ Իսկ այժմ մայրաքաղաքում եւ մարզերում սպասվող ջերմաստիճանի մասին ավելի մանրամասն։ Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռներում սպասվում է 13-ից 17 աստիճան ջերմություն։ Վայոց ձորի եւ Արագածոտնի նախալեռներում 15-ից 19, Լոռիում 16-ից 19, Տավուշում 18-ից 21 աստիճան ջերմություն։ Արարատում եւ Արմավիրում կլինի 19-ից 21, Սյունիքի հովիտներում 20-ից 23, իսկ Սյունիքի նախալեռներում 15-ից 19 աստիճան ջերմություն։ Երևանում գիշերը սպասվում է 9-ից 11 աստիճան ջերմություն, ցերեկը 17-ից 19, երեկոյան ժամերին 14-ից 16 աստիճան ջերմություն։ Այսքանն էինք պատրաստել այսօրվա համար, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում խաղաղ գիշեր։